Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ միանում եք այս չնախատեսված, այսինքն չհասդարարված նախապես եթերին, պարզապես լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, Ստրասբուրգում եւ ուզում եմ ձեզ թարմ հետքերով պատմել, թարգմանել այդ ելույթը նիկոլերենից նորմալ մարդկային հայերենի, որպեսզի ավելի լավ իմանաք եւ հասկանաք, թե ինչ էր այսօր Նիկոլը խոսում Եվրոպայում, ինչու էր այդպես խոսում եւ ինչ խնդիրներ այնտեղ կան։ Նախ եւ առաջ, որպես փաստ ընդհանուր գնահատական ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Եվրոպական միություն հաշվետու զեկույցով։ Այս առաջինը հաշվետու զեկույց ընտրություններին ընթരാճ հաշվետու լինելու իր որոշ գեոպոլիտիկ տեր հանդիսացող շրջանակների, ոչ ամբողջ Եվրոպական միությանը, այլ Եվրոպական միության որոշ շրջանակներին հաշվետու լինելու, այն ուչենիկը ոնց է գնում այսպես իր ուստաների մոտ, այտենց Նիկոլ Փաշինյանը գնացել էր այդտեղ որոշ շրջանակներում, նորից եմ կրկնում, ոչ ամբողջ Եվրոպական միությանը հաշվետու լինելու։ Այդ հաշվետու զեկույցը ընտրություններին ընթരാճ։ Երկրորդը զեկույցը ակնհայտ դավաճանության խոստովանություն էր կապված վերջին տարիներին Նիկոլի կողմից վարվող այն ազգուրած քաղաքականության հետ, որը բերեց Արցախի հայաթափմանը եւ այսօր Հայաստանի գլխին մութ ամպեր կուտակելուն։ Նիկոլը այսօրվա իր ելույթով նաեւ դավաճանական խոստովանություններ արեց, թե ինչպես եւ ինչու եղավ այն ամենը, ինչը մեզ հետ կատարվեց եւ շարունակում է կատարվել։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի ելույթի մի քանի ուշագրավ շեշտադրումներ ձեզ ներկայացնեմ հերթով։ Առաջինը նա Եվրոպական միության օրենսդիր մարմնի ամբիոնից հերթական անգամ ձեռքերը լված Արցախից։ Անգամ չխոսելով, ճիշտ հակառակը շեշտադրելով հակառակ միտքը, որ արցախայերը ոչ միայն վերադարձի իրավունք չպետք է ունենան, այլ առհասարակ ոչ թե բռնի տեղահանված այն, ոչ թե էթնիկ զտումների զոհ, ոչ թե ցեղասպանական գործողությունների թիրախ Ադրբեջանի կողմից, այլ պարզապես փախստականներ են։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության այդ բարձր ամբիոնից Ալիևի արյունոտ ձեռքերը, արյունոտ երեսը մաքրելու հերթական արարն արեց, երբ որ Արցախայությանը փաստացի զրկեց վերադարձի իրավունքից մեկ եւ երկրորդը Արցախահայությանը կոչեց փախստականներ, այնինչ նույն Եվրոպական խորհրդարանը Արցախի հայաթափման օրերին ընդունում էր բանաձևեր կամ ընդունված զեկույցներում գրված էր, որ այնտեղ տեղի են ունենում էթնիկ զտումներ եւ առնվազն բռնի տեղահանություն։ Իսկ եվրոպացիք օգտագործում էին exodus բառը, որը նշանակում է ելք, հա։ Նիկոլը հրաժարվեց Արցախից եւ զրկեց Արցախահայությանը վերադարձի իրավունքից, մաքրեց Ալիևի արյունոտ դեմքը, Արցախահայությունը կոչելով փախստականներ։ Դավաճանություն էլ ոնց է լինում, պոզով, պոչով, այսինքն Ալիևը մի քանի պատերազմական գործողություններով 44 օրյայից սկսած եւ սեպտեմբերի 23 թվականի Արցախի հայաթափումով պրծած Արանքում Լաչինի Միջանցքի բլոկադան էլ ներառյալ իրականացրել է էթնիկ զտումներ, որի արդյունքում Արցախահայությունը լքել է Արցախը եւ Նիկոլ Փաշինյանը այդ ամեն այսօր սեփագրում էր, մաքրագրում էր, լվում էր այն բամբակով վերցրել է եւ Ալիևի դեմքից մաքրում էր հայկական արյան հետքերը Եվրոպական խորհրդարանում։ Այո, սա դավաճանություն է, առնվազն քաղաքական դավաճանություն։ Հաջորդը, որ պետք է շեշտեմ, Նիկոլի ստերն էին Եվրոպական միության ինտեգրման հետ կապված։ Մի բան եմ ընդհանրապես ասում, որ հասկանաք, որ այդ մարդը ոչ միայն մեզ ձեզ այշի տեղ դնում, կներեք բառիս համար, այլ նաև այշի տեղ է դնում եվրոպական դեպուտատներին։ Ասում է Հայաստանը ընդունեց Եվրոպական միությանը միանալու հետ կապված օրինագիծը, երբ որ Վրաստանը
ստացավ տեխնացու ԵՄ տեխնացու անդամի կարգավիճակ։ Հասկացաք, ասում օրենքը ընդունեցինք, որտեղ վրացիներին տվեցիք տեխնացու անդամի կարգավիճակ։ Ու կատարյալ հիմարություն կլիներ, եթե կատարյալ սուրտ չլիներ այս պնդումը, որովհետև Հայաստանում այդ խորհրդարանը մեծամասնությունը այդ թղթի կտորը ընդունեց որպես ԵՄ ինտեգրվելու օրենք, երբ որ Վրաստանը արդեն ԵՄ-ի հետ հարաբերությունները վատթարացրել էր։ Այսինքն ԵՄ Վրաստան հարաբերությունների վատացման, ճգնաժամի ֆոնին է ընդունվել այդ հիմար օրենքը, որը որևէ հետևություններ չի ունենալու ակնհայտորեն։ Հաջորդը, որ ուզում եմ դες շեշտել, անդիմությանը, Նիկոլը չխոսեց, չասեց առհասարակ ռազմագերի արտահայտության մասին, չասեց այդ բառը։ Հայրենակիցներ են վերադարձվել 4 հոգի, մնացածի համար պետքա լուր դիվանագիտական ջանքեր գործադրենք, բայց այդպես էլ չօգտագործեց ռազմագերի հասկացությունը, ինչը եւս Ալիևին մաքրելու, Ադրբեջանի հայատյաց մարդասպան գործողությունները, քսենոֆոբիկ գործողությունները արդարացնելու ակնհայտ քայլ էր։ Դժվար է չէ պատկերացնել, երբևէ պատկերացնել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կարդարացնի Ալիևի հակահայկական քայլերը։ Շնորհավորում եմ մեզ շակերտների մեջ, ցավակցում եմ մեզ, իրականում մենք հիմա ունենք այդպիսի իշխանություն։ Հաջորդը, ինչի մասին ուզում եմ խոսել, շատ կարևոր բան։ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, թե ինչու 25 թվականին իբր խաղաղություն է ստացվել, իսկ մինչև այդ չէր ստացվում, արանքում մոռանալով շատ կարևոր բան ասել, մոռանալով ճակերտավոր, շրջանցելով կարևոր թեմա։ Դնում եմ մի կողմ, որ այս ինչ որ ինքը խաղաղություն է կոչում, դա խաղաղություն չի։ Դնում եմ մի կողմ իր կատարյալ ապուշ պնդումը, հիմարների համար նախատեսված պնդումը, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք է, որովհետև իրականում խաղաղությունը անվտանգության հետևանք է, անվտանգության հետևանք խաղաղությունը, անվտանգ լինելու հետևանք է, ոչ թե երաշխիք։ Չես կարող կարգը կապես ձիուց առաջ, այդպես չի լինում, արտապես չի գալիս 5 շաբթի, 2 շաբթիից առաջ, ամեն ինչ ունի իր հերթականությունը, այդ թվում քաղաքագիտական իմաստով, այդ թվում կոնֆլիկտոլոգիայի մեջ։ Հաջորդը նա մոռացավ, այսինքն շրջանցեց կարևոր թեմա, որ այսպես կոչված այս խաղաղությունը Արցախի ուրացման գնով է։ Ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի այլ ազգային, հայ ժողովրդի այլ ազգային պետական շահերի ուրացման, բայց նախ եւ առաջ Արցախի ուրացման, Արցախը Ադրբեջանին հանձնելու, ինչպես ժամանակին Բորելն էր ասում Եվրամիության արտաքին գործերի անձնակատարը Նիկոլ առաջին, Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, այդպես էլ այսօր Նիկոլը անգամ չշեշտեց, որ այն ինչ խաղաղություն կոչվածը, որ ինքը էփում է իբր մեր համար, դա Արցախի ուրացման, Արցախ ուրացության հետևանք է։ Անդիմությանը ուզում եմ շնորհավորել, այդ թվում Հայդատի աշխատողներին, գրասենյակին, մեզ հանրապետականներից, հասարակական, քաղաքական այլ շրջանակներին, որոնք աշխատում են Եվրոպական միության հետ, ինչու, որովհետև Նիկոլը իր ելույթի մի զգալի մասը նվիրեց ներքաղաքական զարգացումներին։ Առաջին անգամ իմ հիշողության մեջ Նիկոլը ստիպված էր նմանատիպ միջազգային ամբիոններում անդրադառնալ ներքաղաքական իրավիճակներին, փորձելով հերքել քաղբանտարկյանների գոյությունը, փորձելով հիմնավորել ճնշումները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, փորձելով հիմնավորել ներքաղաքական այլ զարգացումների, ներքաղաքական պայքարի եւ մնացած տարբեր դրվագներ, հասել էր նրան, որ Բագրատ Սրբազանի կողմից նախաձեռնած սրբազան շարժումներ քննարկում եւ քննադատում այդ ամբիոնից։ Այսինքն մեր բոլորի ջանքերը հասել են նրան, սա փոքր հաղթանակ է, բայց հաջողություն է, որ Նիկոլ առաջին անգամ ստիպված արդարանում էր Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, սա շատ կարևոր դրվագ է, սա շատ կարևոր երևույթ է։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են դե մեկը ոչ մի իմաստ չկա եվրոպացիների կամ միջազգայինների հետ աշխատելու, նրանք Նիկոլին առել են, Նիկոլը իրանց սպառնասախ եւ այլն, իրականում այդքան էլ ճիշտ չեն, որտեղ առնվազն են փաստը, որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ իր միջազգային ելույթներում ստիպված է լինում
միևնույն ելույթի մեջ օգտագործել Հայաստան եւ քաղբանտարկյաններ հասկացությունը, ստիպված է լինում հիմնավորել իր կեղծ պնդումներով իհարկե եկեղեցու դեմ հարձակումները, ստիպված է լինում անդրադառնալ ներքաղաքական պայքարին, նշանակում է, որ ալտերնատիվ կարծիքները մեր կողմից, դաշնակցության կողմից, հասարակական, քաղաքական, լրագրողական կառույցների կողմից, բարձրաձայնվող սփյուռքի կառույցների կողմից կարծիքները սկսել են հասնել եվրոպական քաղաքական շրջանակներ։ Սա է պատճառը, որ Նիկոլա Էտամբիոնին ստիպված է լինում անդրադառնալ եւ իր վերսիաները ներկայացնել իրականության հետ կապ չունեցող, բայց հիմնավորելու համար այն ինչ որ ինքը անում է։ Այսինքն սա կարևոր դինամիկ փոփոխություն է, սա հաղթանակը չէ, բայց սա հաջողություն է աշխատանքի եւ այս ուղղությամբ պետք է ջանքերը ոչ միայն շարունակել, այլ բազմապատկել։ Ես դրա համար խնդրում եմ բոլոր են քաղաքական, հասարակական կառույցներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր աշխատում են կամ կարող են ելք ունենալ վիխդներ, այսպես ասած, եվրոպական քաղաքական շրջանակների վրա, ամերիկյան քաղաքական շրջանակների վրա, անպայման շարունակել այս աշխատանքը, որպեսզի Նիկոլը ստիպված լինի շարունակել արդարանալ։ Զավեշտային այդ արդարացումները ընդամենը մի բան ասեմ, մի քանի օր առաջ հրապարակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատությունների հետ կապված զեկույցը, որտեղ էլի առաջին անգամ մի քանի կարևոր ձևակերպումներ կան, առ այն, որ Հայաստանի իշխանությունները ճնշում են, հարձակումներ են կազմակերպում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ խախտում են խղճի ազատությունը։ Սա կարևոր ներքաղաքական հաջողության դինամիկայի մեջ պետք է դիտարկել։ Մենք բոլորս միասին, հանրապետականը, Հայ դատը, մասնագիտական լրագրողական կառույցները, ՀԿ-ները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձիկ եւ կազմակերպությունները, սփյուռքի մեր կառույցները հասել են նրան, որ Նիկոլը ստիպված է լինում արդարանալ եվրոպական ամբիոնից այս ամեն ինչի մասին խոսելիս։ Իհարկե նորից կրկնեմ, հիմնական քաղաքական ուղերձը այդ էր, որ ինքը Ուչենիկի հաշվետու զեկույցը ուստեքին, Ալիևի արյունոտ ձեռքերը եւ երեսը մաքրելու եւ դավաճանության մեջ խոստովանություններ անելու մասին էր։ Այսքանն է ուզում ձեզ հաղորդել, որպեսզի ճիշտ կարդաք, ճիշտ լսեք, ճիշտ վերցանեք Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած այս կամ այն միտքը։ Այլ չեմ ասում են զավեշտի մասին, որ նա փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունները այս դիտարկում է ածանցելով 1991 թվականի Ալմաթայի դեկլարացիայից, հռչակագրից, այդ օրվանից է կարծում, որ անկախ ենք փաստացի մենք, Ադրբեջանն էլ է, ինչը զավեշտը չի, դա գիտության եւ դիվանագիտական տխմարության գագաթնակետներից է, որովհետեւ աշխարհում էլ չկա որևէ երկիր, որը հիշում է այդ դեկլարացիայի մասին։ Երևի վերջինը Տաջիկստան, Ղրղստանն էին, Ուզբեկստանը, իրանց ներքին սահմանային խնդիրների հետ կապված ու բարձ, որ ոչ մեկին այդ թուղթը ստորագրելուց հետո վերջի մի 15 տարին պետք չի եղել։ Ակազևեիցը Հայաստանի փաստացի անկախության օրը այդ դեկտեմբերի քանիսն էր 91 թվականին։ Նիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ նրա ամեն օրվա պաշտոնավարումը ընդհանուր միջև ընտրություններ ՉՊ-ը մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Ոստի ընտրությունները ընտրություններով, բայց բոլոր ջանքերը պետք է մեկտեղել, հատկապես ժողովրդական ճնշում գործադրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանգիստ չհասնի ընտրություններին։ Շնորհակալ եմ, լավ մնացեք կապի մեջ։